սատանան է։ Լավ, ինչու որոշեցիք ակցիան այս տարբերակով, այս ձևաչափով իրականացնել եւ նաեւ ուզում եմ ասել, որ փողոցում երեխաներ են լինում, գուցե վախենան, դուք այդ ամենը հաշվի չեք առել, որովհետեւ իսկապես վախենալու է։ Հենց նոր այստեղ միանշանակ չէ։ Եվ այդպես առաջինը ասենք, որ սա իհարկե բեմականացում էր, բայց իրողությունը շատ ավելի ծանր է եւ մեր նպատակն էր հենց ցույց տալ, թե ինչքան է ճարիքը հենց տիրում Հայաստանում։ Ձեր հարցին պատասխանում եմ, որ երեխաները պետք է վախենան, որ մենք նման վարչապետ ունենք, մնացած ամբողջը շատ ավելի քիչ վախենալու է, երբ որ նման վարչապետ կա երկրում։ Ըստ այդմ մեր ամբողջ այս ակցիայի նպատակն էր ամբողջ մարդկության ուշադրությունը սևեռել այն ճարիքի վրա, որը տեղի է ունենում Հայաստանում։ Եվ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ մարդիկ գնալով ավելի ու ավելի անջատվում են, ընկնում են մի կողմից տրտմության, հուսահատության, բայց մյուս կողմից սարսափելի հանձնվածության մեջ։ Եվ սա բացարձակ անընդունելի է, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ ճարիքը այնքան խտացել է, որ մենք կարող ենք կորցնել այս վերջին կտորը Հայաստանի Հանրապետությունը ևս։ Սա մեկ, որ ուզում ենք ասել, երկրորդը, երբ որ մտածում են հիմա բոլորը պատրաստվում են ընտրությունների, ինչը սարսափելի է, որովհետև հանցագործը, ոնց որ են հայտնի կինոյում ասում, հանցագործը պետք է նստի բերդում, այլ ոչ թե պատրաստվի ընտրությունների։ Եվ Նիկոլը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան հանցագործ է եւ վաղուց պետք է դատվեր, այլ ոչ թե պատրաստվեր ընտրությունների հիմա։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե հանկարծ ինքը այնուամենայնիվ հասնի ընտրությունների, եւ եթե հանկարծ իրենք կեղծելով ընտրությունները հանկարծ նորից ընտրվեն, ապա մենք կարող ենք հիրավի կորցնել Հայաստանի Հանրապետությունը։ Այն ամբողջ քայլերը, որ ինքը ձեռնարկում էր այս տարիների ընթացքում, ցույց են տալիս, որ ամբողջը տանում է վերջնական կործանման։ Իսկ ով պիտի դատի Նիկոլ Փաշինյանը։ Երրորդը, ես հիմա կասեմ, շնորհակալություն շատ։ Երրորդը մենք դիմում ենք անընդմիջ ընդդիմությանը եւ մենք խորին ցավ ենք ապրում այն ամբողջի համար, ինչ որ տեղի է ունենում, որովհետեւ ընդդիմությունը ցավոք սրտի գրեթե չի դրսևորում իրեն որպես ընդդիմություն, որովհետեւ չկա ակնհայտ պայքար Նիկոլի ճարիքի դեմ։ Ընդդիմությունը ձեզ արձագանքում է։ Ընդդիմությունը արձագանքում է շատերին, բայց մենք տեսնում ենք, որ շատ կուսակցություններ կան, ոչ մեկի մասին հիմա չենք ուզում բացասական բաներ ասել, բայց ոչ ոք չի հստակ դնում իր ծրագիրը, որի առաջին հերթին պետք է լինի ձեռբազատվել ճարիքից։ Ոչ թե այն մնացած մեծ բաները, որ մասշտաբես ընտրությունների ժամանակ մենք լսում ենք եւ ոչ մի բանով հիմա դա չի տարբերվում, այլ հենց առաջինը, որ պետք է անհապաղ ձեռբազատվել ճարիքից։ Օրինակ դուք ինչպես եք պատկերացնում։ Եվ վերջինը, այո, եւ վերջինը, որ եւս շատ կարեւոր է։ Անընդհատ ասում ենք, որ ընդդիմությունը պիտի միավորվի, երբ որ հիմա նայում ես ընդդիմությանը, որ իրենք իրար մեջ ինչ-որ կոնֆլիկտներ են ունենում եւ այլն։ Ես հասկանում եմ, որ մարդկայնորեն մարդիկ կարող են շատ տարբեր կարծիքներ ունենալ եւ նույնիսկ չհամագործակցել ինչ-որ պատճառով, բայց մեզ համար միանշանակ է, որ ամբողջ ընդդիմությունը պետք է միավորվի եւ միասնական ֆրոնտով հանդես գա այս ճարիքի, Նիկոլի ճարիքի դեմ։ Եվ վերջին ինչ որ ուզում ենք ասել, դա մարդկանց ենք դիմում, ամբողջ հայ ժողովրդին, եւ մենք պատրաստել ենք այդպիսի ուղեցույց, եթե կարելի է, ուղեցույց, քանի որ մարդիկ հանդիպում են Նիկոլին փողոցում պատահական եւ երբեմն չգիտեն ինչպես իրենց դրսևորեն, ապա մենք պատրաստել ենք այդպիսի մի ուղեցույց Նիկոլին փողոցում հանդիպելիս ճիշտ վարքագծի։ Սա առաջին քայլը դա իր տարօրինակ ժեստերն են, որ իբր թե ներկայացնում են որպես սրտիկ, այլ բանի է նմանվում ավելի շուտ, մերժել իր սրտիկը, որովհետև իր խաղաղությունը կեղծ է, եւ իր խաղաղությունը ոչ այլ բան է, քան հանձնվածություն եւ ոչնչացում։ Ու մենք գիտենք 1915 թվականին մենք լսել ենք նույն խոսակցությունները եւ մենք գիտենք ցավոք սրտի այն մեծագույն տառապանքը ինչով ավարտվեցին խոսակցությունները իբր թե խաղաղության մասին։ Երկրորդը մենք բոլորս տարբեր ենք որպես մարդ մենք լինելով մարդ անվանում ենք Նիկոլին սրբապիղծ, ինչու որովհետև նա պղծում է քրիստոնեական բոլոր վեհարժեքները։ Եվ
անդադար փորձում է քարկոծել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա մեկ, որ մենք կարող ենք հայտարարել եւ բոլոր մարդիկ պետք է որ հանդգնություն եւ կամք ունենան հայտարարելու սա։ Սա որպես մարդ։ Որպես հայ մենք անվանում ենք Նիկոլին ազգի թշնամի, որովհետև այն ամբողջ ինչ որ ինքը անում է, չի արել եւ ոչ մի թշնամի երբևիցե, որովհետև բոլոր թշնամիները չեն կարողացել հակառակվել հայերին եւ հաղթել հայերին, բայց միայն դավաճանությամբ դա հնարավոր դարձավ։ Եվ դրա համար մենք անվանում ենք Նիկոլին թշնամի։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք անվանում ենք Նիկոլին հանցագործ։ Ոնց որ արդեն ասեցի, այս ամբողջ ընթացքում իր մանր հանցագործությունները, բայց ամենամեծը իհարկե տարածքային ամբողջականության խախտումը եւ պետական դավաճանությունը։ Եվ որպես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող ես իմ կողմից ամեն դեպքում ասում եմ, որ ինքը մեղսագործ է եւ շատ կարևոր է։ Ես ցավ եմ ապրում եւ ինչ որ ձևով ասում եմ, որ մենք բոլորս մեղավոր ենք, ինչու՞։ Որովհետեւ եթե 2020 թվականին այդ պատերազմի, իբր թե պատերազմի, բայց իրականում հարձակման արդյունքում իր դավաճանության համար, եթե այդ ժամանակ դատեին, եթե այդ ժամանակ ինքը նստեր, ապա այս 6 տարի շարունակական չարիքը չէր տեղի ունենա։ Եվ դրա համար ցավոք սրտի մենք պետք է ընկալենք այդ իր մեղսագործության, մեղավորության մասը մենք բոլորս։